Բարի օր իմ հարգելի բարեկամ, շատ ուրախ եմ, որ կրկին եկել ես։ Ինչպես տեսնում ես, այս անգամ որոշել ենք դուրս գալ մի քիչ մաքուր օդի։ Այսօր բավական հետաքրքիր բաներ ունեմ քեզ պատմելու, նենց որ լավ հարմարվիր, քո սիրած ձևերով, ինչ-որ համով բան քեզ պատրաստիր, որովհետև այսօր մենք պատմելու ենք Տուլուզ-Լոտրեկի մասին։ Ինչու եմ ձիու վրա։ Դե, նայի կտեսնես։ Գնացինք։ Dali Mirovoticelli, Mone Goya, Chagall, Picasso, Velázquez, Bolora Galisen, Rakata, Lautrec, Tintoretto, Rafael, Degas, Cézanne, Ensor, Sargan, Bolora Galisen, Rakata, Bolora Galisen, Rakata. Անրի Տուլուզ-Լոտրեկը լույս աշխարհ էր եկել 1864 թվականի նոյեմբերի 24-ին Տուլուզ-Լոտրեկների ազնվական տոհմում, որի արմատները հասնում էին խոր միջնադար։ Տուլուզ-Լոտրեկները կոմսեր էին ու բնականաբար ունեին իսկական զինանշան։ Ահա այն։ Այս ընտանիքի առաջնորդը շատ յուրահատուկ մարդ էր, այնքան յուրահատուկ, որ ես նույնիսկ չեմ ալարի ու մի հատ կմտնեմ հեռախոսի մեջ, որ կարդամ նրա լրիվ անունը։ Ուրեմն Ալֆոնս Շարլ դե Տուլուզ-Լոտրեք Մոնֆա, կամ պարզապես Ալֆոնս։ Ինչով էր նա յուրահատուկ, դե գիտես, երբ մենք պատմում էինք հայտնի նկարիչների հայրերի մասին, նրանք սովորաբար ունեին աշխարհի ամենահամես եւ ձանձրալի մասնագիտությունները, օրինակ նոտար կամ, չգիտեմ, մետրոյի պետ, իսկ Ալֆոնս դե Տուլուզ-Լոտրեկի հիմնական զբաղմունքը պարզապես Ալֆոնս դե Տուլուզ-Լոտրեք լինելն էր։ Նա սիրում էր հագնել 200 տարվա հնություն ունեցող տարօրինակ զգեստներ, համոզված էր, որ հասկանում էր կենդանիների լեզուն ու սրտանց հավատում էր, որ մոտակա սարերում ապրում էր իսկական վիշապ։ Ավելին, նա բոլորին պատմում էր, որ մի անգամ նույնիսկ լսել է այդ վիշապի մռնչոցը։ Բայց Ալֆոնսի արժանինքները սրանով չէին սահմանափակվում։ Գիտես, բոլոր ժամանակներում մարդիկ տարբեր տարօրինակ պատկերացումներ են ունեցել, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը, հա։ Օրինակ վերածննդի ժամանակ իսկական տղամարդը պետք է երկար քիթ ունենար։ Իսկ 18-րդ դարի Ֆրանսիայում կարծում էին, որ եթե դու լողանում ես կամ հետևում ես քեզ, ուրեմն աղջիկ ես, որովհետև իսկական տղամարդուց պետք է բիզոնի հոտ գա։ Իսկ Ալֆոնսի ժամանակ համարվում էր, որ իսկական տղամարդը պետք է կարողանա ձի քշել։ Ալֆոնսը պարզապես գժվում էր ձիերի համար։ Նրա կարծիքով մարդը առանց ձիու ընդամենը ոսկորներով միս էր։ Եվ իհարկե նա որոշեց կիսվել այդ մեծ իմաստությամբ իր որդու հետ եւ նրան էլ սովորեցնել ձիավարել։ Բայց մի օր տեղի ունեցավ մի տխուր բան։ 13-ամյա անրին կոտրեց ոդկը, ինչը առաջին հայացքից լուրջ խնդիր չէր թվում, բայց մեկ տարի անց նա կոտրեց նաեւ մյուս ոդկը, ինչը արդեն դարձավ ճակատագրական նրա համար։ Ոտքի ոսկորները սխալ կպան եւ այլևս չզարգացան եւ նա հավերժ մնաց 1.40 հասակով։ Արդյունքում տղան ստիպված էր խաչ քաշել ձիավարության ու այդ ժամանակ խիստ մոդայիկ զինվորական կարիերայի վրա։ Հոր արձագանքը բավականին անսպասելի էր։ Նա այլևս չէր ընկալում որդուն որպես լիարժեք մարդ ու դադարեց ակտիվ մասնակցություն ունենալ նրա կյանքում։ Հա, բավականին դաժան է հնչում, բայց ընդհանուր առմամբ սա նույնիսկ լավ էր, որովհետև այդ պահից Անրիի դաստիարակությամբ սկսեց զբաղվել երևի նրա կյանքի միակ adekvat մարդը՝ մայրը, Ադելը։ Նա ամեն կերպ հոգ էր տանում որդու մասին, հաճախ տանում էր նրան կրկես, անձամբ հետևում էր նրա առողջությանը, իսկ երբ նկատեց Անրիի նկարչական տաղանդը, անմիջապես սկսեց ուսուցիչ փնտրել։ Այդ ուսուցիչը դարձավ երիտասարդ նկարիչ Ռենե Պրինստոն, որը անհավանական վարպետությամբ եւ տաղանդով նկարում էր ձիեր։ Հա, դժվար չի, չէ՞ կռահելում հետ էր մայրը խորհրդակցել ուսուցչի հարցում։ Բացի դրանից, Պրինստոն ուներ եւս մեկ առանձնահատկություն։ Նա խուլուհամր էր։ Մինչև վերջ պարզ չի, թե ինչպես էին անցկացնում դասերը, բայց այնուամենայնիվ դրանք բավականին արդյունավետ էին։ Անրին գնալով ավելի ու ավելի լավ էր նկարում։ Արդյունքում բանը հասավ նրան, որ Ռենեն գնաց նրա ծնողների մոտ ու ասաց, կամ երևի գրեց, որ իհարկե ձիեր նկարելը շատ հետաքրքիր է, բայց ձեր որդին մեծ տաղանդ ունի ու լավ կլինի, որ ակադեմիական կրթություն ստանա։ Արդյունքում Լոտրեկին ուղարկում են Փարիզ կրթությունը շարունակելու, բայց նախքան այնտեղ գնալը առաջարկում է մի պահ կանգ առնել ու ավելի լավ ծանոթանալ Անրիի հետ։
Ով էր նա ընդհանրապես։ Եթե շատ պարզ ձևով ասենք, նրան կարելի է նկարագրել 3 հիմնական հատկանիշով։ Նա ուներ հումորի ուժեղ զգացում, նա ազատասեր էր ու տանել չէր կարողանում, երբ ինչ-որ մեկը փորձում էր նրան սահմանափակել, եւ վերջապես քաջություն։ Նրա համար ընդհանրապես կարևոր չէր որքան բոյով կամ քաշային որ կատեգորիայից ես դու։ Եթե դու ինչ որ բան ճիշտ չես արել, նա անպայման քո տեղը ցույց կտար։ Հասնելով Փարիզ, նա բնականաբար հաստատվեց Մոնմարտրում, բայց ինչու հենց Մոնմարտր։ Բանն այն է, որ 19-րդ դարի վերջում Մոնմարտրը Փարիզի ամենամատչելի թաղամասներից մեկն էր։ 50 տարի առաջ այն սովորական գյուղ էր, որը միացել էր ընդլայնվող Փարիզին։ Լոտրեկի ժամանակ այնտեղ դեռ մնացել էին հին ջրաղացներ, փոքրիկ տնակներ եւ այլ գյուղական շինություններ, սակայն կամաց այդ հին շինությունների կողքին սկսել էին հայտնվել բարեր, կաբարեներ եւ բազմաթիվ հասարակած տներ։ Այս նոր ձևավորված բոհեմական մթնոլորտը դեպի իրեն էր ձգում գրողներին եւ արվեստագետներին, որոնց մեծ հաշվով չէր հետաքրքրում, թե ով ես դու, որտեղից ես եկել։ Դրա համար Լոտրեկը այստեղ զգում էր իրեն ինչպես ձուկը ջրում, բայց չմոռանանք, որ նա եկել էր այստեղ ուսումը շարունակելու եւ նրան սպասվում էր առաջին դասը նկարիչ Լեոն Բոննայի մոտ։ Լեոն Բոննան տարբերվում էր իր խստապահանջությամբ եւ ակադեմիական ճշգրտությամբ, իսկ նրա դասերը արտացոլում էին այն հին ժամանակների մթնոլորտը, որտեղ յուրաքանչյուր գիծ եւ երանգ իր փիլիսոփայական խորությունը ու նշանակությունը ուներ։ Մի խոսքով դզեց։ Լոտրեկին էլ դզեց։ Այնքան դզեց, որ ընդամենը 8 ամիս անց նա լքեց այդ դասերը ու գնաց սովորելու Ֆերնան Կորմոնի արվեստանոց։ Թեև Կորմոնի մոտ էլ դասերը առանձնապես հետաքրքիր չէին, այնուամենայնիվ Լոտրեկը այնտեղ ձեռք բերեց շատ ու շատ հետաքրքիր ծանոթություններ։ Օրինակ ծանոթացավ Վինսենտ Վան Գոգի հետ։ Ինչն է բերել ձեզ Կորմոնի մոտ։ Սաղբանոց։ Ես ուրիշ նկարելու տեղ չունեմ։ Իսկ ձեզ ինչն է բերել։ Ճիշտն ասած, չգիտեմ։ Մի ամիս հասարակած տանն է ապրում Մոնմարտրում ու կանանց պորտրետներ էի նկարում։ Դա ասեմ ձեզ իսկական աշխատանք է, իսկ արվեստանոցում նկարելը մանկապարտեզ է։ Շատերը մտածում են, որ ես ցնդացի մեկն եմ, որովհետև նկարում եմ պարուհիների, ծաղրածուների եւ մարմնավաճառների, բայց չէ որ նրանց մեջ է իսկական շարմը։ Օ, ես դա շատ լավ եմ հասկանում։ Ագամ ինքս էլ ամուսնացած էի մարմնավաճառի հետ։ Ախպերս, բա դրանից սկսեիր։ Ես ու դու լեզու կգտնենք, մենք նույն թեմայի մեջ ենք։ Նրանք շատ արագ ընկերացան, պարզվեց լիքը ընդհանուր բաներ ունեն։ Օրինակ երկուսին էլ հասարակությունում թարս էին նայում։ Լոտրեկին ծաղրում էին արտաքինի համար, իսկ Վան Գոգին մնացած ամեն ինչի համար։ Նույնիսկ ահագին ուշ, երբ Վան Գոգը լքեց Փարիզը, նրանք պահպանեցին իրենց կապը, միասին մասնակցելով տարբեր ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների։ Ու այդպիսի մի ցուցահանդեսի ժամանակ, քանի խեղճ Վան Գոգը ինքնակամ նստած էր հոգեբուժարանում, Անդրի Դեգրու անունով բելգիացի մի նկարիչ սկսեց բամբասել Վան Գոգից ու վիրավորել նրան։ Լոտրեկը դա լսելով տեղից վեր թռավ ու ըստ հին գողական ավանդույթի մենամարտի կանչեց Դեգրուին։ Բայց ցուցահանդեսի կազմակերպիչները հարթեցին այս իրավիճակը պարզապես հանելով Դեգրոյին ցուցադրվող նկարիչների ցանկից։ 1886 թվականին Լոտրեկը վերջապես վարձակալեց բնակարան եւ արվեստանոց Մոնմարտրում։ Խմում էր ու նկարում, խմում էր ու էլի նկարում։ Բացի բացառիկ տեխնիկայից, որի մասին մենք դեռ կխոսենք, Լոտրեկի նկարները աչքի են ընկնում անհոգ մթնոլորտով, որը նման է կարծես հարբած լինելու զգացողությանը, երբ շուրջդ ամեն ինչ թվում է ավելի պայծառ եւ զվարճալի։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Լոտրեկը իր աշխատանքների մեծ մասը նկարում էր ոչ ստապ վիճակում։ Արվեստասերների շրջանում նրա նկարները դառնում էին ավելի ու ավելի հայտնի, իսկ համբավը բերում էր պատվերներ։ Նրա գլխավոր պատվիրատուներից մեկն էր Մուլեն Ռուժը։ 1891 թվականին Լոտրեկը նրանց համար նկարում է այս պաստառը։ Ուրեմն պատկերացնենք սենց տեսարան, 19-րդ դարի վերջ, ես ու դու ման են գալիս Մոնմարտրում, տեսնենք թե այստեղ ինչ կա չկա։ Մեկ էլ մեր ուշադրությունը գրավում է այս պաստառը։ Ինքնըստինքյան հետաքրքրություն է առաջանում, ինչ է այնտեղ պատկերված։ Ինչ ենք մենք տեսնում։ Իրադարձությունների կենտրոնում պատկերված է հայտնի պարուհի եւ Մուլեն Ռուժի գլխավոր աստղ Լագուլուն։ Քիչ այս կողմ տեսնում ենք նրա գոլեգային Վալենտինին։ Նայելով այս գեղեցիկ պաստառին կարելի է եզրակացնել, որ մեզ շատ հետաքրքիր միջոցառում է սպասվում Մուլեն Ռուժում, բայց միջև ներս մտնելը առաջարկում եմ այստեղ մի պահ կանգ առնել եւ ավելի ուշադիր նայենք այս պաստառին։ Առաջին հերթին
Լոտրեկին աչքի է ընկնում այս կերպարը, որը բավականին մռայլ է եւ անշարժ, ինչով կարծես հակադրվում է այս մյուս կերպարին, որը ընդհակառակ ավելի գունավոր է եւ դինամիկ։ Նրան նաեւ օգնում է երրորդ պլանում հավաքված մարդկանց տվերները, որոնք իրենց կոնտրաստի հաշվին կարծես առաջ են բերում Վալենտինին։ Այս պաստառը նկարված է Լոտրեկի մշտական սխեմայով, ըստ որի նա էսքիզը գծում էր ոչ սթափ վիճակում, իսկ հետո սթափ վիճակում մշակում էր մանրուքները։ Ու ասեմ ձեզ, այս մոտեցումը նրան թույլ էր տալիս ֆիքսել պահի թեթևությունն ու շարժումը։ Ու հենց այնպես, ինչպես դրանք նրա աչքին երևում էին այն պահերին, երբ նա շատ հարբած էր։ Իմիջիալոց հենց այս պաստառի շնորհիվ Լոտրեկի ճանաչումը դուրս է գալիս նեղ շրջանակներից եւ նրան սկսում են պատվերներ տալ արդեն այլ հաստատություններ։ Ու վերջի վերջո հենց Լոտրեկն է համարվում այն մարդը, որի շնորհիվ պաստառը սկսեց արվեստի գործ համարվել։ Դե ինչ, պաստառը հետաքրքրեց։ Այնպես որ շտապենք, որ չուշանանք միջոցառումից։ Ահա մտնում ենք Մուլեն Ռուժ եւ ինչպես տեսնում ենք, միջոցառումը արդեն ընթացքի մեջ է։ Պաստառը իրոք իր դերը շատ լավ խաղաց, քանի որ նրանից հետո ես հենց այսպիսի տրամադրությունն է ակնկալում։ Իսկ դու իմիջայլոց չես հավատա, բայց այս նկարը ունի նույն կոմպոզիցիոն կմախքը, ինչ Մուլեն Ռուժի պաստառը։ Նայիր, մեզ ամենամոտիկ ֆիգուրը կրկին ստատիկ դիրքում է, իսկ հիմնական դինամիկան նորից գալիս է երկրորդ պլանից, որտեղ ի դեպ տեսնում ենք մեզ արդեն ծանոթ Վալենտինին, որը պարիդաս է տալիս Մուլեն Ռուժի ապագա պարուհուն։ Փաստորեն Լագուլուի ելույթը մենք բաց ենք թողել։ Իսկ երրորդ պլանը լցված է բազմաթիվ ջենթլմեններով, որոնք նույնպես անշարժ են։ Այս կտավը կատարված է սիկվելի լավագույն ավանդույթներով։ Նա վերցնում է սկզբնական պատկերի բոլոր հաջողված մտքերը եւ փոխանցում է դրանք ավելի մեծ մասշտաբներով։ Ի դեպ, չնայած դժվար է վստահորեն ասել, բայց շատ աղբյուրներ պնդում են, որ հետևի պլանում պատկերված է Թուլուզի հայրը, Ալֆոնսը։ Ինչևէ, միջոցառումը ավարտվել է, կաբարեն քիչ-քիչ դատարկվում է, բայց մենք չենք շտապում լքել տարածքը, քանզի այստեղ են դեռ Տուլուզ Լոտրեկի մտերիմ ընկերները, որոնք բուռն զրույցի են բռնվել այն սեղանի շուրջ։ Այդ ընկերների թվում են պոետ Էդուարդ Դյուժարդենը, լուսանկարիչներ Պոլ Սեքոն եւ Մորիս Գիբերը եւ երկու պարուհի՝ Լա Մակարոնան եւ Ջեյն Ավրիլը։ Հենց այս մարդկանց խումբն է հանդիսանում կտավի սիրտը։ Դժվար չէ նկատել, որ տեսարանը նույնպես բաժանված է 3 մասի։ Նորամուծություններից կարելի է ընդգծել սեղանը, որը մեր հայացքը ուղղորդում է դեպի Լոտրեկի ընկերների խումբը։ Իսկ այս կինը, որը ուշադիր նայում է մեզ, անգլիական կաբարեի պարուհի Մեյ Միլտոնն է։ Իսկ հետևում կանգնած է Լագուլուն, ում պարը մենք քիչ առաջ բաց ենք թողել։ Եվ վերջապես անձամբ մաեստրոն Տուլուզ Լոտրեկը իր զարմիկի հետ։ Ըստ երևույթի նրանք ինչ-որ կարևոր բան են քննարկում։ Չխանգարենք։ Ահա այսպիսի հետաքրքիր երեկո անցկացրեցինք Մուլեն Ռուժում։ Նայելով այս 3 նկարին կարող ենք երևակայել, կարծես Լոտրեկը կանգնացնում էր ժամանակը հանգիստ նկարում, իսկ վերջում բաց թողնում այն։ Ինչպես լուսանկարչության մեջ։ Նայելով նրա ցանկացած նկարի, տեսնում ենք այդ ժամանակ նոր առաջացող վավերագրական լուսանկարչության բնորոշ տարրեր, որոնք այս գործերը դարձնում են առանձնահատուկ։ Լոտրեկը մասնակցում էր իր ժամանակի ավանգարդիստական ցուցահանդեսներին, օրինակ Բրյուսելյան 20-ի խմբի կամ Փարիզի անկախների սալոններում։ Բայց եթե բազմաթիվ նկարիչների համար այդ սալոնները երազանք էին մնում, ապա մեր Անրին իրականում նախընտրում էր բոլորովին այլ տեսակի սալոններ։ Հասարակած տներ։ Անրին այնտեղ գնում էր ու նկարում։ Սկզբում այնտեղի կանայք կասկածանքով էին վերաբերվում նրան, բայց ժամանակի ընթացքում սկսեցին հարմարվել նրա ներկայությանը։ Լոտրեկը նրանց նկարում էր նախաճաշի ժամանակ, հանգստի րոպեներին, հոգնած կամ ուրախ պահերին։ Եվ մի անգամ աղջիկներից մեկը հարցրեց Լոտրեկին. իսկ ինչու ես մեզ նկարում այսպես սովորական։ Ինչին Լոտրեկը պատասխանեց, որ գեղեցկությունը ճշմարտության մեջ է։ Իսկ որտեղ հասարակած տներ, այնտեղ խմիչք, որտեղ խմիչք, այնտեղ Լոտրեկ։ Այն ժամանակ Փարիզում շատերը աբսենտ էին խմում եւ Լոտրեկը բացառություն չէր։ Որպեսզի պատկերացնես, թե որքան տարածված էր այդ խմիչքը, եթե օրինակ Անգլիայում կար թեյի ժամ, ապա Փարիզում կար աբսենտի ժամ, որը կոչվում էր կանաչ ժամ, եւ Լոտրեկը օրվա բոլոր ժամերից այն ամենաշատն էր սիրում։ Բացի նրանից, որ Լոտրեկը սիրում էր խմել, նա նաեւ սիրում էր խմիչքներ սարքել։ Օրինակ նա ուներ իր հեղինակային կոկտեյլը, որը կոչվում էր երկրաշարժ, որը բաղկացած էր աբսենտից եւ կոնյակից։ Այդ կոկտեյլը նա հյուրասիրում էր ընկերներին, մրցակիցներին եւ քննադատներին։ Շատերը երկրաշարժի մի կումից հետո կորցնում էին իրենց։ Սակայն Լոտրեկի կյանքում լինում էին նաեւ այնպիսի պատմություններ, որտեղ նա իրեն իսկական հերոսի պես էր դրսևորում։ Օրինակ, մի անգամ լավ պարապած եւ բոյով մի գերմանացի բարոն Մուլեն Ռուժում սկսեց ծաղրել ֆրանսիացիներին, ասելով, որ նրանք թույլ են եւ վախկոտ, եւ առաջարկեց իր հետ ձեռի ուժ կպնել։ Բոլորը սրահում սառեցին եւ այդ լռության պահին լսվեց Լոտրեկի ձայնը, որը ասաց, որ պատրաստ է մրցել բարոնի հետ։ Բարոնը տեսնելով Լոտրեկին մտածեց, որ իրեն ձեռ են առնում, բայց միևնույն է հետ չկանգնեց։
բայց իրականում արժեր։ Ձեռի ուժի ժամանակ բարոնի դեմքի ժպիտը կամաց փոխվեց եւ դարձավ խուճապահար եւ արդյունքում Լոտրեկը հաղթեց։ Ոչ ոք աչքերին չէր հավատում, ըստ լեգենդի դրանից հետո բարոնը ընդունեց, որ փաստորեն Ֆրանսիայում կա մի հատ ուժեղ տղա եւ իհարկե Լոտրեկին խմիչք հյուրասիրեց։ Մի այլ դեպքում էլ նա մենակ չթողեց Օսկար Ուայլդին, երբ նա ողջ Եվրոպայով դարձել էր persona non grata։ Լոտրեկը շարունակում էր կապ պահել նրա հետ եւ պաշտպանել նրան։ Նույնիսկ մի դեպք էր պատահել, երբ Ուայլդին կաբարեներից մեկում վիրավորեցին, իսկ Լոտրեկը միջամտեց ասելով՝ «Դուք հլը իրա կեսի կեսը արեք, հետո նոր խոսացեք»։ Այս տեսակ կյանքի հետ մեկտեղ Լոտրեկը չէր մոռանում նկարել, եւ իր նկարների հիմնական հերոսները եղել էին հենց այդ կաբարեների պարուհիները, հաճախորդները, հասարակած տների կանայք եւ նմանատիպ անձիկ։ Ահա այդ գործերից մի քանիսը դուք հիմա տեսնում եք, ու կարծես ինչպես իրական կյանքում, այդպես էլ արվեստով Լոտրեկը պաշտպանում էր թույլերին եւ սոցիալապես ծանր վիճակում գտնվողներին։ Սակայն այս վառ, զվարճալի կտավների, գեղեցիկ կանանց եւ քաղցր գինու ետևում թաքնված է մի շատ ծանր երևույթ՝ սիֆիլիսը, որը ցավոք զարգանում էր իր կարիերայի հետ համընթաց։ Արդյունքում նա սկսում է ել ավելի շատ չարաշահել խմիչքը, հասնում էր այն աստիճանի, որ նա անգամ դադարում էր նկարել եւ սկսում էր իրեն դրսեւորել ոչ adekvat եւ բավականին ագրեսիվ ձևով։ Նրա ընկերները եւ գոլեգաները փորձում էին բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով օգնել նրան։ Սկզբում ուղակի ձեռքից խլում էին խմիչքը, չօգնեց։ Հետո պայմանավորվեցին բարմենների հետ էլ չլցնել։ Սա էլ չօգնեց, նա ձեռնափայտի մեջ լիկյոր էր պահում։ Բանը հասավ նրան, որ Լոտրեկին նստեցրին նավակի մեջ եւ ուղարկեցին ծով։ Օգնեց, մինչև նավակը հետ չեկավ։ Այս ամենին գումարենք անձնական կյանքի անհաջողությունները, որից հետո նա սկսեց խմել 3 անգամ ավելի շատ ու վերջո նրա մոտ ալկոհոլային դիլիրիում սկսվեց, որը մեզ ավելի հայտնի է որպես սպիտակ տենդ։ Վերջապես, մոր առաջարկով Լոտրեկին պարկեցրեցին հոգեբուժարան, որտեղ նրան թույլ էին տալիս խմել միայն ջուր։ Կամաց նա ուշքի եկավ եւ սկսեց նորից նկարել։ Հոգեբուժարանում պարկած Լոտրեկը վերադառնում է մանկության հիշողություններին եւ պատկերում էր տարբեր նոստալգիկ տեսարաններ։ Օրինակ դրվագներ կրկեսից, որտեղ նրան տանում էր մայրը։ Ահա դրանցից մի քանիսը։ Այս աշխատանքներին նայելով բուժաշխատողները որոշեցին, որ նա առողջ է։ 1899 թվականին Լոտրեկը դուրս գրվեց հոգեբուժարանից, դարձավ օրինապահ քաղաքացի եւ սկսեց առողջ մաքուր կյանք վայելել։ Բայց ընդամենը 2 ամիս։ Նա կրկին սկսեց մտերմանալ խմիչքի հետ, բայց դա չէր ամենամեծ խնդիրը։ Սիֆիլիսը արդեն շատ էր զարգացել։ Սկզբում ձեռքերը չէին ենթարկվում իրեն, իսկ հետո ոտքերը։ Արդյունքում նրան տեղափոխեցին ընտանեկան ամրոց։ Կյանքի վերջին օրերին նրա կողքին էին բարեկամները։ Եվ ընտանիքի համար այդ ծանր մթնոլորտում հայրը, ըստ երևույթի ձանձրույթից, կոշիկի ռետինով կրակում էր Անրիի վերմակի վրա նստած ճանճերին, եւ Անրին, մի պահ շեղվելով սեփական մահից, իր վերջին հայացքը ուղեց դեպի հոր կողմը եւ շշնջաց՝ «Ձեր հիմար»։ Սա Անրի դե Տուլուզ Լոտրեկի վերջին խոսքերն էին։ Չնայած իր կարճ կյանքին, Լոտրեկը թողել է շատ արժեքավոր ժառանգություն։ Նրա գրաֆիկական աշխատանքները մեծ ազդեցություն ունեցան գովազդային պաստառների աշխարհում եւ ոգեշնչեցին շատ ու շատ երիտասարդ նկարիչների։ Իսկ հիմա մեր ավանդական դարձած բարոյախրատական րոպեն։ Ընկերներ, ապրեք վառ, սիրեք ազատ, խմեք զգուշ, նկարեք համարձակ, փնտրեք գեղեցիկը այնտեղ, որտեղ այն ոչ ոք չի փնտրում, ու մի վախեցեք լինել տարօրինակ, նույնիսկ եթե ձեզ ոչ ոք չի հասկանում։ Ձեզ հետ էր Արայիկը, դու նայում ես Ռակատան, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Այս թարխունի լիմոնադա։ Chagall, Picasso, Velázquez, բոլորը գալիս են Ռակատա։ Լոտրեկ, Տինտորետո, Ռաֆայել, Դեգաս, Սեզան, Էնսոր, Սարգան, բոլորը գալիս են Ռակատա։ Բոլորը գալիս են